Սիրելի հայրենակիցներ, դիմում եմ Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն բոլոր հասարակական կազմակերպություններին, որոնց առաքելությունում ամրագրված է ժողովրդավարության կայացման գործընթացին նպաստելը։ Դիմում եմ ԵՄ և միջազգային կազմակերպություններին, որոնք Հայաստանում ունեն ներկայացուցիչներ կամ դրամաշնորհների կամ արտոնյալ վարկերի տեսքով աջակցում են ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, իրավապահ մարմինների բարեփոխումներին։ Ինչու եք լուր, երբ Հայաստանում ձեր աչքի առջև ոտնահարվում են մարդու իրավունքներն ամենօրյա ռեժիմով, երբ քաղաքական հետապնդման են ենթարկում անհատներ ու կառույցներ միայն նրա համար, որ դրսևորում են ընդդիմադիր կեցվածք և բարձրաձայնում են այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում երկրի առաջ ծառացած մարտահրավերների, երկիրն այս իշխանություններից օր առաջ ազատելու անհրաժեշտության մասին։ Դուք չեք տեսնում, թե ինչ է կատարվում մեր երկրում տեղական ինքնակառավարման մակարդակում, ինչ քաղաքական ճնշումների են ենթարկվում ընտրված ընդդիմադիր համայնքի ղեկավարները։ Վանաձոր 21 թվականի դեկտեմբերից մինչև օրս 4 տարի շարունակ ԿՊ-ն Վանաձորցուց գողացել է իր ընտրությամբ համայնքի ղեկավար ունենալու իրավունքը։ Ինչու՞։ Ով է վարչապետը ժողովրդի ընտրության դիմաց։ Իրական ժողովրդավարության պարագայում ոչ ոք, իսկ ԿՊ-ի պարագայում փաստորեն իր որոշմամբ ու ճաշակով է նշանակում եւ ոչ թե ընտրվում քաղաքապետը։ Սա է Կոպենհագենյան չափանիշի պահանջը։ Ալավերդի ոստիկանությունը շրջապատում է քաղաքապետարանը, թույլ չի տալիս, որ ավականուն դիմադիր անդամները ներկայանան նիստին, իրենք իրենցով ու ԿՊ թռածով նիստ են անում համայնքի ղեկավար փոխում։ Բերդում հաղթած ընդդիմադիր ուժի առաջին, հետո նաև երկրորդ անձանց նկատմամբ քրեական գործեր են կարվում, որ նրանք չդառնան քաղաքապետ։ Ախուրյանում, Սիսիանում, Վարդենիսում շարքը շարունակելի է։ Փարաքարում սպանվում է ընդդիմադիր համայնքի ղեկավարը եւ ուղիղ հաջորդ օրը վարչապետը այն բնութագրում է որպես վրեժխնդրություն, ու իրավապահ մարմինները այդ վարկածը դիտարկում են որպես միակն ու անհերքելին, ինչպես Ազատի կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի դեպքում։ Այդ ինչպես է ստացվում։ Կարող է ինքը պայծառատես է, թե կարող եմ ողջամիտ կասկած ունենալ, որ ինքը նախապես տեղյակ է եղել դեպքերից։ Երեկ էլ Գյումրիում տեղի ունեցածը ուղղակի հարձակում էր ժողովրդի քվեի վրա։ Օրվա իշխանությունը չի հանդուրժում ժողովրդի ընտրությունը, տեղական ինքնակառավարումը։ Այս ամենը ՀԿ-ներ ու դեսպաններ, միջազգային կառույցներ կատարվում են ամեն օր ու ձեր աչքի առաջ։ Ինչու եք երկակի ստանդարտներ բանեցնում, ուրիշ երկրներում նմանատիպ դեպքերին անմիջապես արձագանքում մեզ մոտ քարլռություն։ Իմացեք, որ ժողովուրդն այլևս չի հավատում ոչ օրվա իշխանություններին, ոչ նրանց հայտարարած ժողովրդավարության բաստիոնին, ոչ էլ լուռ հետևող միջազգային կառույցներին։ Կամ դուք սխալ տեղեկություն եք ստանում, ինչը քիչ հավանական է, կամ ձեզ ձեռք է տալիս նման իրավիճակը։ Իսկ այս իրավիճակը նպաստավոր է միայն օրվա իշխանություններին, իրենց իշխանությունը օր ավել պահելու համար, ինչպես նաև թուրք-ադրբեջանական տանդեմին, իրենց պահանջները գլխիկոր իրականացնող իշխանություն Հայաստանում պահելու համար։ Ավարտվեց է ժամանակ։ Մեկ րոպե, կներեք, մեկ վայրկյան։ Սիրելի հայրենակիցներ, բոլոր կաշառակեր սրիկաները փտելու են բանտում։